Համագործակցության պայմանագրի հետ կապված կարծես թե ստորագրման նախաստորագրումից հետո օրը հստակ չի երբ ստորագրի, բայց դրան զուգահեռ Ադրբեջանի նախագահը Կոշթորետորաբանություն է գործադրում, Սևանն անվանում է Գյոչա, Վարդենիսը Բազարգեչար, ու խոսքով ո՞նց եք պատրաստվում խաղի հետ, որ դեռևս շարունակում է Կոշթորետորաբանությունը, չհաշված, որ ունենք նաև գերիներ Բաքվում։ Գիտեք, նախ ես ուզում եմ, որ մենք էլի ես կոնֆերանսի ժամանակ էլ ասացի, տեսեք, երբ որ դուք Ադրբեջանի նախագահի ասածը ինձ ուղղված հարցի մեջ դնելով սխալ եք ձևակերպում, արդեն իսկ իմ ցանկացած պատասխան սխալ է, քանի դեռ հարցի բազան չի ճշտվել։ Հիմա ես ճշտեմ հարցի բազան։ Ադրբեջանի նախագահը ասել է, որ ցարական ժամանակների քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել։ Հիմա ես էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա, դա ինչ է նշանակում։ Այսինքն խոսքը վերաբերվում է, իմիջայլոց ես նախորդ բրիֆինգի ժամանակ խնդրեցի լրագրողը ինձ պետքա տեղեկություն փոխանցել, ես էլ իրան այդ քարտեզը պիտի փոխանցեի։ Այսինքն հասկանում եք, պետքա մենք ճիշտ հարցը ճիշտ պետքա ձևակերպենք, որպես պատասխանը ճիշտ լինի։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասել է, չգիտեմ, որ թվի քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ թիվը հետ գնանք։ Ինչ վերաբերվում է անազատության մեջ, գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, այդ հարցի պատասխանն էլ ունենք, դա մենք ամեն օրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ եւ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Այսինքն դիտանկյան խնդիր է, եւ ես կարծում եմ, որ եթե եւ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի։ Շատ հարցեր կլուծի։ Այսինքն այն անկալումը, թե մենք պետքա բոլոր հարցերը լուծենք, հետո նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, այդտեղ էլ բացարձակ չի։ Այսինքն դա պրոցես է, կենթանի պրոցես է, հիմա էդ էլ ճիշտ չի ասել, այսպես պետք է անենք, այդպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, այս կետին չէինք հասնի։ Այսինքն խաղաղության այս կետին չէինք հասնի։ Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին։